Բարի օր, Արմ ռադիոյի եթերում ես իրավունք ունեմ հաղորդաշարի հերթական թողարկումն է, խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Զարուհի Մեջլումյանն է։ Այսօր խոսելու ենք իրավաբանական անձանց հարկային պարտավորություններից, մասնավորապես մեկ գործի GH Storage Enterprises ընկերության դեմ հարուցված քրեական գործի նախապատմության ու նոր զարգացումների մասին։ Թեման կշարունակվի տաղավարում ինձ հյուրընկալած հյուրերի հետ, բայց նախ լսենք նույն հարցերի շուրջ իմ պատրաստած ավանդական մեծ ռեպորտաժը։ Նարեկ Հարթունյանի անունը հայաստանյան հասարակության ընկալման մեջ կապվել է մշակույթի ու բարեգործության հետ։ Այս ոլորտում ներդրած ավանդի համար անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետն է նրան պարգևատրել։ Սակայն այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Նարեկացի արվեստի կենտրոնի հիմնադրին ոչ միայն չի ուրախացնում այս գնահատանքը, այլև ճիշտ հակառակը զարմացնում այն ճնշումը, որին նա իր խոսքով փորձում է դիմադրել։ Հարթունյան ընտանիքին պատկանող Ռուսաստանից ցար ապրանքանիշի մակարոնեղենի ներկրմամբ զբաղվող GH Storage ընկերության դեմ պետեկամուտների կոմիտեն կազմել էր վերստուգման ակտ եւ հարուցել քրեական գործ, հարկերից չարամտորեն խուսափելու հոդվածով։ Այս գործընթացը սկսել է դեռևս անցյալ տարվանից, սակայն շարունակվում է մինչ օրս։ Ես ուղղակի ցավում եմ, որ այս ամենին անարդար ճնշումները շարունակվում են, եւ ես չեմ կարողանում զբաղվել մշակույթով, այնի համար որ ծնած եմ ծառայելու։ Նարեկացի արվեստի միությունը Նարեկ Հարթունյանը ծնած է ծառայելու մեր մշակույթին։ Հանուն արդարության պետք է պայքարել։ Մենք բոլորս ունենք գործ անելիք։ Այս պայքարը հեշտ պայքար չի։ Մեր բոլորի պայքարն է։ Հանուն արդարության, հանուն անհայրենիքին, որ բոլորս ուզենք տեսնել։ Ես միջև այնադեմ որ շնչում եմ, ես չեմ գնա հայրենիքից։ Այս իմ հայրենիքն է, եւ այն մարդիկ, որոնք չարաշահում են իրենց թիրքերը նստած, պետք է հասկանան, որ այսինքն ի վերջո կա արդարություն, կա Աստված։ Նարեկացի արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանը եւ նրա երկու աշխատակիցները հաշվապահ Արթուր Գալստյանը եւ փոխտնօրեն Անի Մնացականյանը կալանավորվել էին դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին եւ 4 օր գտնվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, ապա հանրային աղմուկի ճնշման տակ նրանց նկատմամբ փոխվել էր խափանման միջոցը հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությամբ։ Լսենք երգահան Ռուբեն Հախվերդյանին։ Դեպքը չի որ այսինքն դրսից եկած ազնիվ մարդկանց մասին է խոսքը, որ ասենք ստեղ ուզում են ներդրում անեն։ Հարյուրավոր կարամ ասեմ խմբեր են եկել, որ ծրի այդտեղ համերգներ տան իր այդ Նարեկացի կենտրոնում, ցուցահանդեսներ են բացվել եւ այլն։ Եվ դրա փոխարեն, այսինքն ինքը նաեւ գյուղ է կառուցում, բանում, Քելվաջարում։ Այս տեսակի մարդկանց փոխանակ փայփային գլխների վրա դրած մանած են, վերցնում են ու քշում են։ Այսօր առանձնացված է երկու գործ՝ վարչական եւ քրեական, որոնք սակայն փոխկապակցված են եւ ըստ էության մեկը մյուսի շարունակությունն է, նշում է Հարթունյանների շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Գևորգ Չակմիշյանը։ Բայց այդ նույն վարչական ակտը այս ամբողջ քրեական գործի անկյունակարն է, այսինքն եթե վարչական դատարանում վարչական ակտ ճանաչվի անվավեր, այս քրեական գործը, որ ժամանակային առումով ավելի առաջացած է, ուղղակի անիմաստ կդառնա, զուրկ կլինի որևէ իրավական հիմքից, եւ կարծում եմ, որ դատախազության եւ նախաքննության մարմնի ամբողջ տերությունը բավականին լուրջ գործողություններ են սկսել, ընդդուք մինչեւ անձանց կալանքի վերցնելու ազատությունից զրկելու գործողություններ են իրականացրել, առանց սպասելու վարչական ակտի ճակատագիրը որոշելու։ Քրեական գործով փաստաբան Անի Թորոսյանը նշում է, որ դատախազ Պետրոսյանը անհեթեթ ու ակնհայտ սուտ պատճառաբանությամբ դատական նիստը հետաձգելու պատճառ է դարձել, պատրվակ բերելով, թե իբրև այլ նիստի պիտի մասնակցի, սակայն դատական դեպարտամենտ կատարված հարցման պատասխանները վկայել են, որ դատախազը որևէ այլ գործով նիստի չի եղել։ Ինչ միտում է տեսնում այստեղ Անի Թորոսյանը։ Մանյովր էր, ցանթամենը միտում էր հետաձգել դատական նիստը, թե ինչ պատճառով, ում հետ համաձայնացնելու, ինչ համաձայնեցնելու, դա դեռևս իմ կարծիքով կմնա մութ, մինչև չպարզվի իրականում ովքեր են կանգնած այս ամենի հետևում։ Փաստաբանները նշում են, որ քրեական գործից տարօրինակ կերպով դուրս են մնացել այն երկու անձինք, ովքեր եւ պետք է պատասխանատվություն կրեին, եթե տեղի ունեցել հարկերից չարամտորեն խուսափում, քանի որ հենց իրենց ղեկավարման ժամանակահատվածում են ստորագրվել բազմաթիվ փաստաթղթեր։ Իդեպ հենց նրանց ցուցմունքների հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել Հարթունյանի եւ ընկերության երկու աշխատակիցների դեմ։ Փաստաբան Լեռնիկ Հովանիսյանը եւս նկատում է, որ դատական գործընթացներն անհեթեթ կերպով հետաձգվում են, անգամ նշանակվում ոչ աշխատանքային օրերին։ Այս քաղաքացիական գործի շրջանակներում որևէ պահանջ չկա։ Միայն Հարթունյաններից բռնագանձել, ինչ բռնագանձել, ինչ չափով, ինչ գույք, գումար, որքան գումար, որևէ հստակեցում չկա։ Իսկ 1 տարի 3 ամիս գործը գտնվի դատարանում եւ պատասխանող կողմին տվյալ դեպքում Հարթունյաններին, այսինքն ինձ ներկայացուցին, եւ դատավորին հայտնի չլինի, թե ինչ հայց է ներկայացել, սա արդեն աբսուրդ է։
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանները, պատգամավորները, պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչն ու Սփյուռքի փոխնախարարը Միացյալ Նահանգների հետ տեսակամուրջում քննարկում էին սփյուռքահայ ներդրողների իրավունքների խախտման դեպքերը։ Այդ ընթացքում պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը դիտարկում արեց, թե Նարեկ Հարթունյանի գործը տիպիկ սփյուռքահայերին բնորոշ գործերից է, որոնք Հայաստանը դիտում են եկամուտ ստանալու աղբյուր, եւ այդ երևույթը ուղեկցվում է հարկերը չվճարելով։ Իդեպ անմեղության կանխավարկածը խախտելու համար Հարթունյանը դիմել է դատարան, գործը քննում է Կենտրոն Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը։ Գերծություններով վրա մենք փանդ ենք նստել եւ նույն թադախազը շարունակում է ընդհանուր երևույթն է, որ շատ անախորժ է ու տհաճ է։ Հույսով ենք, որ արդար կլինի ամեն ինչ եւ ընդհանուր մեր պահանջը որ դա լինի, որ արդարությամբ առաջանա ամեն ինչ։ Մեր ընտանիքը միլիոնավոր դոլարներ ներդրում արած է եւ $20,000 ինձ մեղադրում է, որ փող եմ լվացել։ Այսինքն լրիվ աբսուրդություն է, այսինքն անարդարություն նույնիսկ քիչ է ասել։ Մեղմ ասած անախորժ երևույթը շատ տհաճ է եւ այդ վերապերմունքի մասին է, որ շարունակվում է։ Նույնիսկ կարող է էլի ինչ որ գլխից բան սարքեն, եթե ուզենան։ Իսկ այժմ տեղափոխվենք Արմ ռադիոյի տաղավար, ուր ինձ սպասում են հաղորդման այսօրվա հյուրերը, եւ կփորձենք բավականին համակողմանի ներկայացնել ստեղծված իրավիճակը։ Արմ ռադիոյի տաղավարում այսօր հյուրընկալել ենք պետեկամուտների կոմիտեի քննչական բաժնի պետ Արշակ Գասպարյանին եւ փաստաբան Հայկ Ալումյանին։ Այսօր մենք խոսելու ենք քաղաքացիների, սեփականատերերի հարկային պարտավորություններից, մասնավորապես մեկ գործի շուրջ GH Storage Enterprises ընկերության հարկային պարտավորությունների շուրջ ստեղծված այդ աղմկահարույց իրավիճակի հետ։ Ի վերջո, որտեղ է խնդիրը։ Այս շատ լուսաբանվեց։ Ես կուզենայի առաջինը լսել պաշտոնական կողմի ներկայացուցիչի տեսակետը եւ մեկնաբանությունները, քանի որ հասարակությունը իմ կարծիքով այդպես համապարփակ ինֆորմացիա տեղեկացվածություն այդպես էլ չունի։ Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում 2011 թվականի հունիս ամսին հարուցվել էր քրեական գործ GH Storage Enterprise ընկերության ղեկավար անձանց կողմից հարկային պարտավորությունները վճարելու չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ։ Քննության ընթացքում հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, խուզարկությամբ արգելվել են ընկերության համակարգիչները, սև հաշվապահություն այսպես ասած, որի արդյունքում պարզվեց, որ ընկերությունը իր աշխատելու աշխատած ժամանակահատվածում ունեցել է թաքցրած շրջանառություն։ Համակարգիչները ուղարկվեցին դատահամակարգչային փորձաքննության, որի միջոցով վերծանվեց ամբողջ տվյալները եւ հարցաքննություններով պարզվեց, թե դրանք ինչ տվյալներ են, ինչ են պարունակում իրենց մեջ։ Այնուհետև քննվեցին բազմաթիվ վկաներ եւ այդ ելակետային տվյալներով նշանակվեց բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը GH Storage Enterprises ընկերությունում։ Ստուգման արդյունքում կազմվեց ակտ, համապատասխան ակտ, ըստ որի ընկերության առաջադրվեց լրացուցիչ պետբյուջե վճարման ենթակա 109 միլիոն հարկային պարտավորություն, որից շուրջ 63 միլիոնը բուն հարկի գումարն է, մնացածը հաշվարկված տուժեր եւ տուգանքներն են։ Դրա հետ կապված քննությամբ պարզվեց մեղավոր անձանց շրջանակը եւ գործով մեղադրանք առաջադրվեց GH Storage Enterprises ընկերության հիմնադիր Կարապետ Հարթունյանի որդուն Նարեկ Հարթունյանին, որը սկզբնական շրջանում փաստացի էր ղեկավարել ընկերության գործունեությունը 2009 թվականից մինչև 2010 թվականը, 10 թվականի օգոստոսը, իսկ այնուհետև իրավաբանորեն ձևակերպվել էր որպես տնօրեն եւ շարունակել էր ղեկավարել ընկերության գործունեությունը։ Մեղադրանք առաջադրվեց Նարեկ Հարթունյանին հարկերը վճարելու չարամտորեն խուսափելու փաստով քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելու չարամտորեն խուսափելու համար։ Նրան օժանդակելու համար այդ հանցագործությունը կատարելու մեջ օժանդակելու համար մեղադրանքներ առաջադրվեցին ընկերության հաշվապահ Արթուր Գալստյանին եւ ընկերության աշխատակից այնուհետև 2011 թվականից փոխտնօրեն Անի Մնացականյանին, ովքեր անմիջական օժանդակել էին Նարեկ Հարթունյանին այդ հանցագործությունը կատարելու մեջ։ Այդ դուք ներողություն նշում եք հանցագործություն բառն եք օգտագործում, սակայն եւ գոյություն ունի անմեղության կանխավարկածը, ինչի մեջ մեղադրում են շատ հաճախ նաեւ մեծ լրագրողներից, որովհետեւ մենք էլ երբեմն այո, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով մեղադրանք առաջադրվել է եւ մեղադրական եզրակացությամբ գործ ուղարկվել է դատարան։ Այսինքն մենք միայն գործ ունենք մեղադրական եզրակացության հետ։ Հայաստանի Հանրապետությունում այո արդարադատություն իրականացվում է դատարանների կողմից, բոլոր ապացույցները դատարանում դատաքննության ժամանակ ուսումնասիրվեն եւ բնական է դատարանը իր վերջնական ակտը
դատական ակտը կկայացնի։ Եթե քննությունը կատարվել է սխալ, բնական է արդարացման դատավճիռ կկայացվի։ Եթե ապացույցները հիմնավոր են, այսինքն մեղադրանքը հիմնավորվում է, բնական է արդեն մեղադրական դատավճիռ կկայացվի դատարանի կողմից։ Կողմերի հավասարությունը ապահովելու համար խոսքը տանք Նարեկ Հարթունյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանին։ Պարոն Ալումյան, ինչ է տեղի ունեցել, պաշտպանական կողմը ինչ ապացույցներ ունի ակտի իրավաչափության առումով, հանրապես առհասարակ գործում, ինչ խախտումներ են տեղի ունեցել։ Չէի ուզի, որպեսզի մենք փորձենք վերլուծել այստեղ այն, ինչ որ պիտի վերլուծվի դատարանում։ Ես կցանկանայի աշխատել, որպեսզի մենք այստեղ անենք ամեն ինչ, որ չխախտվի մարդկանց անմեղության կանխավարկածը։ Այո, պարզապես հանրությանը տեղեկացվի, տրվի համապարփակ ինֆորմացիա։ Այո, ես կարող եմ հայտարարել, իմ պաշտպանյալները մեղադրանքը չեն ընդունում, եւ մենք ունենք շատ լուրջ ապացույցներ եւ փաստարկներ, որ մեղադրանքը հիմնավոր չի եւ մենք այդ ամենը կապացուցենք դատարանում։ Ուղղակի որպես մի քանի հասարակ օրինակ ցույց տալու թե մեղադրանքը ինչքան է հեռացել իրականությունից։ Տեսեք, մինչև 2010 թվականի սեպտեմբեր ամիսը Նարեկ Հարթունյանը որևէ իրավաբանական կապ այդ ընկերության հետ չի ունեցել։ Ինքը հանդիսացել է միայն ընկերության մասնակից իր հանգուցյալ հայրիկի որդին։ Այդ ընկերությունը ունեցել է իր տնօրենը, ես անմեղության կանխավարկածը հարգելով այդ տնօրենի անունազգանունը հիմա չեմ ուզում ասել, տնօրենն է պատրաստել, ստորագրել եւ ներկայացրել համապատասխան հաշվետվությունները եւ հիմա օգտագործելով այն հանգամանքը, որ այս տնօրենը խնդիրներ ունի ինքը իրան քրեական պատասխանատվությունից զերծ պահելու հետ, տնօրենին օգտագործում են Նարեկ Հարթունյանի եւ մնացածների դեմ։ Տնօրենը ցուցմունքներ է տալիս, որ ինքը ոչ մի կապ չի ունեցել, ինքը կուրորեն կատարել է ինչ որ են ասել են։ Սա իրավաբանական առումով քրեական իրավունքին հակասող մոտեցում է, երբ որ անձը, որը անմիջականորեն կատարել է գործողություններ, ինքը քրեական պատասխանատվության չի ենթարկվում եւ իր ցուցմունքների հիման վրա քրեական պատասխանատվության է ենթարկվում մի անձ, որը այդ մարդու ասելով իրեն այդ ցուցումները տվել է։ Այնուամենայնիվ այդ անձը վկայի կարգավիճակով է այսօր։ Այդ անձը եւ մի ուրիշ անձ, որը ընկերության միակ մասնակցի Նարեկ Հարթունյանի հոր կողմից լիազորագիր է ունեցել բոլոր գործողությունները կատարելու, նրա անմեղության կանխավարկածն չեմ ուզում խախտել, նրա անունը չեմ տալիս։ Այս երկու անձը բնականաբար հասկանում են, որ իրանք ունեն քրեական պատասխանատվության ենթարկվելու խնդիր։ Եթե ընդունենք, որ մինչև 2010 թվականի սեպտեմբեր ամիսը եղել են հարկերի թաքցնում է տեղի ունեցել։ Այս երկու մարդիկ հասկանալով իրենց քրեական պատասխանատվության լուրջ խնդիրը, այս երկու մարդիկ ցուցմունք են տալիս, որ իրենք թեկուզ իրականացրել են ընկերության կառավարումը, բայց չեն գիտակցել իրենք ինչ են անում։ Դուք պատկերացնում եք ամբողջ անտրամաբանականություն էս մարդկանց ասացի։ Ամբողջ իրենց թելադրել է Նարեկ Հարթունյանը իբր թե առաջինը պատասխանատվության է ենթակա բուն կատարողը, որ կատարել է, ով որ կոնկրետ այդ արարքի օբյեկտիվ մասը կատարել է։ Եթե հետո եղել են կազմակերպիչներ, դրդիչներ, օժանդակողներ, նրանց հարցը լուծվում է նաև զուգահեռաբար։ Պարոն Գասպարյան, ինչ կասեիք ասվածի հետ կապված։ Գործի քննության ընթացքում բազմաթիվ ապացույցներով հիմնավորվել է, որ կոնկրետ աշխատանքի հետ կապված ցուցումներ տրվել են Նարեկ Հարթունյանի կողմից։ Եվ երբ տնօրենը, այդ ժամանակվա տնօրենը հասկացել է, թե ինչ է կատարվում, ինքը դիմել է անձամբ Նարեկ Հարթունյանին, որպեսզի այդ չարաշահումները վերացնեն։ Եվ Նարեկ Հարթունյանի կողմից ստացել է պատասխան, որ շարունակելու են նման ձևով աշխատել, այդ դեպքում ինքը արդեն դիմագրել եւ դուրս է եկել աշխատանքից։ Կներեք, դա ցուցմունքի տեսքով է ընդամենը, թե կան անհերքելի ապացույցներ։ Ցուցմունքի տեսքով եւ մի հոգի չի ցուցմունք տալիս կողմից։ Իսկ կատարողի հանդեպ պատասխանատվությունը կատարողի հանդեպ, ուրեմն քրեական գործով նախաքննության ընթացքում որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին, որը պաշտպանական կողմը բողոքարկել է դատարան։ Եթե չեմ սխալվում, դատարանում վիճարկվում է նաև պետեկամուտների կոմիտեից Արմեն Ալավերդյանի հայտարարությունը, ըստ որի նա եւս անմեղության կանխավարկածը խախտել էր համաժողովի ժամանակ։ Ինչ կա այդ գործից։ Մենք ընդհանրապես շղթում ենք ամբողջ մեղադրանքը սկզբից մինչև վերջ եւ մենք դա կապացուցենք։ Ուղղակի ես իրականում չեմ ուզում, որ այս հարթակը վերածվի դատական ինչ-որ
վիճաբանությունների բնականաբար Քավլիցի այստեղ տեղեկացվածության մակարդակի ապահովման համար եւ ովքեր որ ասենք գիտեն որ ես սովորաբար դատարկ հայտարարություններ չեմ սիրում անել մենք դա կապացուցենք դատարանում եթե կան հարկային պարտավորություններ որոնք կարող է ցանկացած կազմակերպության մոտ առաջանան լրացուցիչ հարկային պարտավորություններ որը ինքը ճիշտ չհաշվարկելու կամ ինչ որ մի հաշվապահական սխալի հետևանքով եթե այդպիսի լրացուցիչ հարկային պարտավորություններ կան այդ հարցը Նարեկ Հարությունյանի նախաձեռնությամբ քննարկվում է արդեն բավականին երկար ժամանակ վարչական դատարանում այսինքն մենք շատ ավելի վաղուց այս հարցը ինքներս ենք հանձնել դատարանին որպիսի դատական կարգով պարզենք կա արդյոք լրացուցիչ հարկային պարտավորություն թե ոչ իսկ եթե դատական ատյանները կպարզեն որ կա կվճարվի այն չափով որ կա այլ ոչ թե այն չափով որ քրեական գործի նախաքննության ընթացքում ես չեմ խուսափի այդ բառից ուրճացված ձևերով ներկայացվել է բայց մենք վիճարկում ենք թույլ տվեք վիճարկենք պարզենք ու վճարենք եթե կա այդպիսին Միգուցե կոռեկտ չի հարցս բայց ինչ միտում եք տեսնում այստեղ Մենք ունենք տվյալներ իհարկե մեր վստահորդներից տվյալներ, որ այստեղ կա կոնկրետ նպատակ իրենց այստեղ եղած գործունեությունը ջախջախելու, ինչ որ բիզնեսներից իրանց դուրս մղելու։ Ավելի շատ բան ես ասելու իրավունք չունեմ, որովհետև իմ վստահորդները առայժմ ամեն ինչ չի, որ պատրաստ են հրապարակել։ Ես տեղյակ չեմ դուք ինչ տվյալների եք տիրապետում, ես կարող եմ ասել, որ նմանատիպ գործեր պետեկամուտների քննչական վարչությունում բազմաթիվ են Անցյալ տարի 200 եւ ավել քրեական գործ է քննվել հարկերը վճարելու չարամտորեն խուսափելու դեպքերով։ Պետք չէ գործը առանձնացնել մյուսներից։ Սա սովորական քրեական գործ է, որը քննվել է քննչական վարչությունում, իր ավարտն է ունեցել եւ ուղարկվել է դատարան մեղադրական եզրակացությամբ։ Դուք խոսեցիք մյուս բոլոր գործերի մասին։ Ես այ ուզում եի հարցնել պետեկամուտների կոմիտեում մասնավորապես քննչական բաժնում։ Տարվա կտրվածքով քանի նմանատիպ գործ է հարուցվում, ինչպիսին է պետական բյուջե մուտքագրված գումարները մենք ունենք արդյոք խոշոր կլորիկ գումարներ խոշոր հարկատուների կողմից այս թվերային տնտեսության մասին բարձրաձայնում են բոլորը եւ իշխանական ճամբարում եւ ընդդիմադիր ճամբարում սա այսինքն գաղտնիք չի ես հեծանիվ չհայտնագործեցի ինչ է անում պետեկամուտների կոմիտեն բացահայտելու այդ չարաշահումները չարամտորեն հարկերից խուսափելու հոդվածներ քանիսը մենք ունենք խոշոր հարկատուներին եմ ասում ուրեմն պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում 2011 թվականի վերլուծությամբ քննվել է շուրջ 220 քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով այսինքն հարկերը վճարելու չարամտորեն խուսափելու փաստով Այդ գործերից շուրջ 80-ն ուղարկվել են դատարան մեղադրական եզրակացություններ վճարումների արդյունքում այսօր քրեական օրենսգրքի 180 հոդվածի 5-րդ մասը թույլ է տալիս եթե անցագործության պատճառված վնասը արարքի հետևանքով պատճառված վնասը տուժեր տուգանքով հանդերձ վճարվում է գործերը կարճման ենթակա են քրեական հետապնդումը չի շարունակվում ունենք նաեւ կարճված քրեական գործեր վճարման ամբողջ գումարը վճարելու հետևանքով կարճվել են 2011 թվականի դրությամբ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով շուրջ 1 միլիարդ դրամ վերականգնվել է պետբյուջե 2012 թվականի 3 ամիսների կտրվածքով շուրջ 430 միլիոն դրամ է վերականգնվել պետբյուջե Խոշոր հարկատուների մասով չասեցիք դրանցից քանիսն էին օրինակ Այս պահին իմ ձեռքի տակ չկա առանձնացված տվյալներ թե խոշոր հարկատուներով կոնկրետ քանի գործ ենք ունեցել եւ ինչքան վերականգնում ունենք եւ մնացածը ինչքանա բայց դե գործեր քննվել են Բարի Իմ կարծիքով ճիշտ չէ լինի ասել որ սա մեկն է բազմաթիվ գործերից որովհետև սա շատ տարբեր է իմ տեսած շատ գործերից շատ տարբերվում է մասնավորապես հենց մենակ թեկուզ եթե ուրիշ բան չասենք հենց մենակ թեկուզ նրանով որ եթե հետևենք ճիշտ հետևենք մեղադրանքին եթե մենք այդ մեղադրանքը անգամ չմեկնաբանենք ճիշտ հետևենք նրան ինչ որ գրած է մեղադրանքի մեջ ապա նույնիսկ այդ դեպքում ստացվում է մի բան որ կատարողները դուրս են մնացել քրեական պատասխանատվությունից եւ ենթադրյալ իսկ մենք կհաստատենք որ դա իրականություն չի ենթադրյալ օժանդակողները կազմակերպիչները այսօր քրեական պատասխանատվության են ենթակա ուրեմն պարոն Ալավերդյանի հայտարարության հետ կապված դուք հարցրեցիք պարոն Ալավերդյանը արեց հայտարարություն այն օրը երբ որ գործը ուղարկվում էր դատարան եթե չեմ սխալվում դա փետրվարի 24-ն էր պարոն Ալավերդյանը արեց հրապարակային եւ պաշտոնական ի պաշտոնե
հանդես գալովի պաշտոն է, ոչ թե մասնավոր խոսակցություններում, այլ հանդես գալովի պաշտոն է, ինքը արեց հայտարարություն, որում պաշտոնապես եւ հրապարակայնորեն կասկածի տակ դրեց Նարեկ Հարությունյանի եւ մյուսների մեղավորությունը։ Մենք գտնում ենք, որ այդտեղ կա անմեղության կանխավարկածի խախտում։ Տեսեք, այսօր ես պարոն Գասպարյանի հետ հարցազրույցի եմ, պարոն Գասպարյանը անում է էլի հայտարարություններ, որոնք անմեղության կանխավարկածը դնում են կասկածի տակ, ես էլ այստեղ եմ, ես հակառակ հայտարարություն եմ անում։ Մենք դա վիճարկեցինք եւ այսօր այդ հարցը գտնվում է վարչական դատարանում, մենք վարչական դատարանում վիճարկում ենք պարոն Ալավերդյանի այդ հայտարարությունը եւ մենք պահանջում ենք, որպեսզի նախ դա ուրեմն ճանաչվի այդ գործողությունները ճանաչվեն օրենքին հակասող եւ նաեւ պետեկամուտների կոմիտեն պարտավորեցվի ապագայում նման հայտարարություններ չանել, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած արդարացման կամ մեղադրական դատավճիռ։ Ուրեմն այն օրը, երբ որ մեր պաշտպանյալներին կալանավորեցին, իրենց կալանավորելուց հետո տարան պետեկամուտների կոմիտեի քննչական բաժին, որտեղ որ իրենք ամբողջ գիշեր անց են կացրել եւ այնտեղ առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ կան այդ երեքի մեջ։ Եվ ես չգիտեմ դա ծաղրանք էր թե ծաղրանք չկար դրա մեջ, ես չգիտեմ, դուք գնահատեք, երբ որ այս մարդիկ ասին, բա մենք չենք կարող միտեղ պարկենք կոնեմ չհանգստանանք, իրենց առաջարկել են մեկ բասկաթոռ, ասել են կարող եք այստեղ քնել։ 4 օր հետո ոչ մի բան չի փոխվել, ոչինչ չի փոխվել։ Գործի մեջ ոչ մի տվյալ չի փոխվել եւ 4 օր հետո իրանց կալանքից ազատ են արձակում, ընդհանրապես գրելով կալանքի անհրաժեշտությունը վերացել է։ Ուրեմն եթե ինչ է փոխվել, որ վերացել է։ Եթե ոչինչ չփոխվելով, այս մարդկանց կարելի էր բաց թողնել, ուրեմն այս մարդկանց չէր կարելի կալանավորել։ Սա է սկզբունքը։ Ինչ կասեք պարոն Գասպարյան այս առումով։ Ասեմ, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննչական նախաքննություն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել է դատարան, ես ասեմ թե մնալու հետ կապված 3 հոգի էին մեղադրյալները եւ մինչեւ ժամը գիշերվա 2-ը տևել է դատական որի արդյունքում որոշվել է որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրեն եւ ընդամենը մի քանի ժամ հետո նրանք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ Իսկ ինչ մնում է թե կալանավորումը ինչու փոխվեց, ապա ասեմ որ կալանքի միջնորդությունը դատարան ներկայացնում է նախաքննության մարմինը։ Իսկ կալանքից ազատելու իրավունքը ունի միայն գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը։ Կալանքից ազատելու որոշումը կայացվել է դատախազի կողմից, այսինքն նրանք նպատակահարմար են գտել, որ այս պահին ազատ արձակվի։ Եվ վերջում ամփոփելով ասվածը, որտեղ եք տեսնում լուծումը, ինչ դաշտում պետք է լինի լուծումը։ Մենք ինքներս ենք դիմել դատարան, վարչական դատարան, խնդրելով պարզել GH Storage Enterprises ՍՊ ընկերության հարկային պարտավորությունները, որ այսօրվա դրությամբ կան։ Պատրաստ ենք, որ վարչական դատարանը կարող է ամբողջությամբ մեր հայցը բավարարել ու գտնել, որ հարկային պարտավորությունները 0 են։ Մենք պատրաստ ենք այն ելքի, որ վարչական դատարանը համարի, որ ամբողջությամբ ճիշտ է այդ ակտը, եւ մենք պատրաստ ենք այն ելքին, որ վարչական դատարանը գտնի, որ այդ ակտը մասամբ է ճիշտ։ Ես ասեմ, որ քրեական գործով ապացույց է համարում դա փորձագետի եզրակացությունը եւ կազմված ակտը, օպերատիվ վարչության աշխատակիցների կողմից կազմված ակտը ենթարկվել է նաեւ դատահաշվապահական փորձաքննության եւ գործում մենք այսօր ունենք նաեւ փորձագետի եզրակացություն, ինչը ապացույց է եւ ապացուցում է, որ տվյալ գումարի չափով 109 միլիոնի չափով GH Storage Enterprise ընկերությունը խուսափել է հարկերը բյուջե վճարելուց։ Եղել են դեպքեր, երբ փորձագետը սխալվել է եւ դատարանը կայացրել է այլ որոշում, եւ եղել են արդյոք դեպքեր, երբ 109 միլիոնից անցել է պարտավորվածությունը։ Եղել են դեպքեր, որ 109 միլիոնից անցել են պարտավորությունները, իսկ փորձագետի սխալվելու արդյունքում ես մեր գործերով ամեն դեպքում չի եղել։ Այսինքն միշտ ճիշտ է եղել փորձագետի եզրակացությունը։ Կարող են նոր ելակետեր ի հայտ գան, դրա հիման վրա ինչ որ փոփոխության ենթարկվի։ Այսինքն սխալի հավանականություն չկա գործերում։ Դատաքննության ընթացքում չկա նման վիճակագրություն։ Ամեն դեպքում նախաքննության ընթացքում նման խնդիր մենք չենք ունեցել տվյալ գործով։ Թե հետագայում ինչ կպարզվի դա արդեն։ Իսկ այլ գործերով ես խոսում եմ առհասարակ։ Այլ գործերով հնարավոր է լինեն, իհարկե, եղել են, երբ ստուգման ակտը քննության ընթացքում այլ ելակետեր են ի հայտ եկել եւ այդ ելակետերով նշանակվել է փորձաքննություն։ Կատարվել է փորձաքննություն եւ ակտի եւ դատահաշվապահական փորձագետի եզրակացության մեջ տարբերություն է եղել, իհարկե կա։ Ես կխնդրեի մի քանի այլ ընկերություններ նշեիք, որտեղ արդեն դատական գործերը ավարտված են եւ իրենք կատարել են իրենց պարտավորությունները հարկային։ Այս պահին ես կոնկրետ գործեր թույլ տվեք չնշեմ, բայց բազմաթիվ են այդ գործերը։ Պարոն Գասպարյանն էլ նշեց, որ փորձագետի եզրակացության արդյունքները ի վերջո կախված են ելակետային տվյալներից։ Բա մեր ասածն էլ է դա, այն ելակետային 20%-ը, մեր ասածը հենց այդ 20%-ի մասին է։
Լավ, եւ վարչական դատարանում հիմա գործի քննությունը հենց այդ է ի թիվս ուրիշ փաստարկների ներկայացված եւ սպասենք վարչական դատարանի որոշմանը։ Կարծում եմ սխալ չէր անի նախաքննական մարմինը ոչ թե շտապեր գործ ուղարկել դատարան, այլ վարչական դատարանի որոշմանը սպասեր, որովհետեւ վարչական դատարանի որոշմամբ կարող է պարզվել մի բան, որը այսօր ոչ դուք կարող եք կանխատեսեիք, ոչ մենք։ Այսինքն վարչական գործն ու քրեական գործը փող կապակցված են։ Թե վարչական դատարանում պարզվի, որ մենք ճիշտ ենք, ուրեմն քրեական գործը ամբողջությամբ հիմնված է եղել սխալ ենթադրության վրա։ Եթե վարչական դատարանը գտնի, որ մենք սխալ ենք կամ մասամբ ենք ճիշտ, մենք այնպես թե այնպես այդ հարկային պարտավորությունը պատրաստվում ենք կատարել վարչական դատարանի վճռից հետո, այսինքն այստեղ չարամտությունն էլ չկա։ Պետք է ուղղակի սպասել։ Բարի, շնորհակալ եմ հանրությանը համակողմանի տեղեկացնելու համար, եւ ես իմ ռադիոլսողին միշտ այսպես լոզունգով եմ դիմում՝ մի մոռացեք տեր կանգնել ձեր սեփական իրավունքներին։ Ավարտվեց «Ես իրավունք ունեմ» հաղորդաշարի եւս մեկ թողարկում։ Ձեզ համար աշխատեցին հնչյունային ռեժիսոր Վարդան Հարությունյանը եւ ես հաղորդման հեղինակ եւ բարող Զարուհի Մեջլումյանս։ Հաղորդման ձայնագրությունը կարող եք գտնել նաեւ YouTube կայքում հավաքելով լատինատառ «Ես իրավունք ունեմ» բառերը։